Հավատքի ոլորտների մասին պետք է խոսանք, մակարդակների մասին, ուղղությունների մասին, բնագավառների մասին, աստիճանների մասին, գործառույթների մասին, բաժինների մասին, ոլորտների ոնց կուզեք, այդ ձևել կարակ ձեզ մոտ գրեք։ Առաջին Տիմոթեոս 3 գլուխ։ Ես հավատում եմ, որ այս թեմաները օգնում են ինչ-որ մեկին, որ կարողանա ինչ-որ մեկը ապրի հավատքով։ Ինչ-որ մեկը քայլի հավատքով և գործի հավատքով։ Առաջին Տիմոթեոս 3 գլուխ 13 խոսքը։ Այստեղ գրված է, նրանք, որ սարկավագության պաշտոնը լավ են կատարում, բարի աստիճան են շահում։ Բայց խոսքից երկրորդ մասի վրա է ակցենտը, Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքի մեջ շատ համարձակություն են ձեռք բերում։ Հավատքի մեջ մեծ զորություն կա։ Եվ սա անկաշկանդ հավատք է Քրիստոսի վրա, որից դու չպետք է կաշկանդվես։ Այսինքն Քրիստոսի մեջ դու քաջություն ես ձեռք բերում։ Երբ որ դու հավատարմորեն ծառայում ես եւ մանավանդ դու ծառայող ես, մարդը ձեռք է բերում հարգանք եւ մեծ համարձակություն Քրիստոս Հիսուսի մեջ։ Եվ ոչ միայն նաև հավատքի մեջ դառնում ես ուժեղ, նաև դառնում ես ուժեղ և հաստատուն հավատքի մեջ, շատ համարձակություն ես ձեռք բերում։ Եվ այսօր պետք է խոսանք, թե ինչից է կախված, ինչից է կազմված հավատքը և հավատքի անկյուններ պետք է նայենք։ Ասեմ, որ դեռ շատ թեմաներ կա, որ պետք է հավատքի մասին խոսանք, ու սա ճիշտ սեզոնն է, որպեսզի մենք տեսնենք հրաշքներ։ Վերջապես մարդիկ խոսում են այս բանը, ասելով, որ մի անգամ անենք, էլ ինչ որ ասում է։ Չեք մեռնի, հաստատ չեք մեռնի, եթե անեք ինչ որ ասում է։ Ինչ որ ասում է այս մարդը, ինչ որ ասում է Աստծո խոսքը, չեք մեռնի, հավատացեք, դուք կտեսնեք հրաշքներ։ Եվ վերջապես լսում ենք, լսում ու ասում ենք, լավ, մի անգամ ասեմ, էլի, մի անգամ իմ հավատքը արտաբերեմ, մի անգամ իմ հավատքը օգտագործեմ, լավ, ունեմ ու չի օգտագործեմ։ Հետո մարդիկ սկսում են խոսալ ու տեսնում են հրաշքներ սկսվեց կատարվել, գործել ու հրաշքները սկսվում են։ Այսպիսով, հավատքը սկսվում է Աստծո խոսքով, առաջի կետն է սա։ Հավատքը սկսվում է Աստծո խոսքով։ Ընկալվում է հավատքը Աստծո խոսքով։ Հասկանում ենք հավատքը Աստծո խոսքով։ Սա հետաքրքիր թեմա կլինի դասի, որ մենք անցնենք։ Եվ սա հավատքի հիմքն է մեր, Աստծո խոսքը։ Գիտենք, որ դա գրված է Հռոմեացիների 10:17-ը, վատ չի լինի, որ նորից ու նորից անդրադառնաս։ Եղել է ժամանակ, որ մի քանի օրվա մեջ ես 1700 անգամ կարդացել եմ այդ նույն բառը։ Հավատքը գալիս է լսելուց։ Եվ ինչքան դու լսես, այդքան քո հավատքը կսկսի շատանալ եւ աճել։ Աստծո խոսքը։ Աստծո խոսքն է պատճառը, որ դու ունես հավատք։ Ցանկացած հավատք, որը չի հիմնվում Աստծո խոսքի վրա, ինքը կասկածելի հավատք է։ Հավատացեք, որ այդպիսի հավատքը ապագա չունի։ Ժամանակի ընթացքում այդպիսի հավատքը քանդվում է։ Այն հավատքը, որը չունի Աստծո խոսքի հիմքը։ Հավատքը ընդհանրապես թռիչք չէ,
դատարկության մեջ։ Մատթեոս 14:30-ը Մատթեոս 14:30 Այս խոսքից շատ քարոզներ կա, որ քարոզում են մարդիկ։ Ես գիտեմ, որ լավ քարոզներ են քարոզում, բայց ուզում եմ մի բան ասել, որ ստեղ գրված է։ Երբ որ Պետրոսը տեսավ Հիսուսին, որ գալիս է ջրի վրայով, 29 խոսքից կգարտամ, 28 խոսքից։ Պետրոսը պատասխան է տալիս եւ ասում է. «Տեր, եթե դա դու ես, հրաման արա ինձ, որ գամ քեզ ջրի վրայով»։ Մենք դուք ասեք դա անհնար է ջրի վրայով քայլելը։ Բայց Պետրոս ասում է, եթե դա դու ես, Հիսուս, հրաման արա, որ գամ քեզ ջրի վրայով։ Եթե դա դու ես, հրաման արա եւ ես կգամ իմ իրավիճակի վրայով, իմ պրոբլեմի վրայով, որովհետեւ հավատքը դա թռիչք չէ անհասկանալի տեղ։ Հավատքը դա այն խոսքն է, որ Պետրոսը ասում է, եթե դու ասես այդ խոսքը, ես այդ խոսքի հիման վրա քայլ կանեմ դեպի քեզ, Տեր։ Եվ քո ոտքերի տակ ջուրը կարող է դառնալ գետին։ Եվ քո առաջ կարող է խալի բացվել էսև։ Ոնց որ մի հատ խալի փռեն եւ դու քայլես դրա վրայով։ Եթե դա դու ես, ասա գամ քեզ։ Եվ Տերը ասեց, ես եմ եկուր։ Այսինքն հավատքը դա ինչ որ անհասկանալի քայլեր չէ, ապա կոնկրետ խոսքի վրա հիմնված բան է։ Սաղմոս 33:6-ը Սաղմոս 33:6-ը Սենց խոսք ասում եւ Տիրոջ խոսքով երկինքը ստեղծվեց եւ իր բերանի հոգով նրա բոլոր զորքերը։ Աստված ասեց եւ եղավ դա։ Վերջին ժամանակներում, վերջի մի տարի ու կեսվա ընթացքում լսում եմ մարդկանց, ովքեր հավատքի ճանապարհը սկսել են թող կոպիտ չանչի հայհոյել։ Եվ սա նշաններից մեկն է, որ վերջին ժամանակներում շատերը պիտի ապստամբեն հավատքից, նահանջեն հավատքից։ Եվ անգամ արդեն այդ անձրևների կաթիլը կա, երբ որ ասում են, ինչ է այսքան հավատքի քարոզ, ինչ է այս հավատքի քարոզները։ Ես մի բան եմ ասում, որ շատերը սկսել են հավատքի ճանապարհը հայհոյել։ Աստծո խոսքը ի վիճակի է ամեն բան պահել իրար հետ, երկինքը եւ երկիրը եւ քեզ էլ հետը։ Եվ ես ու դու նրա խոսքով ենք կենամ եւ ապրեմ։ Ովքեր ապրում են Աստծո խոսքով, հարկավոր է որ ունենան հարատև հայտնություններ։ Եթե ուզում ես դու հավատքի մեջ հարատև ապրել, դու պետք է ունենաս հարատև հայտնություններ։ Որովհետև հայտնությունները կարող են քեզ պահել մակընթացության վրա։ Եվ դու չես խորտակվի, որովհետև մինչ նա ասում էր ես եմ արի, Պետրոսը քայլում էր ջրի վրայով։ Մինչ դու լսում ես իր հայտնությունները եւ իր խոսքը, դու կանգնած ես ջրի վրա։ Իբր թե խոսքի վրա։ Երկրորդ բանը դա հավատքը սրտի մեջն է։ Հավատքը, որը սրտի մեջ է։ Սա դուրը գալիս է։ Գիտեք, շատ բաներ հենց տեղ է կատարվում սրտի մեջ։ Հավատքը սրտի մեջ։ Դու գիտեք, որ հավատքը ունի պսակ։
Սրտի հավատքը ունի պսակ։ Չգիտեմ ռուսերեն ոնց է լինում։ Վինեց։ Հավատքը ունի վինեց, հավատքի գլխին պսակ կա։ Հալելույա։ Դա համոզվածությունն է։ Եթե դու հավատք ունես, բայց համոզված չես, դու հավատք չունես։ Ես գիտեմ, որ գիտեմ, գիտեմ եւ չգիտեմ ոնց գիտեմ, բայց գիտեմ, որովհետեւ համոզված եմ, որովհետեւ ինքը ասեց եւ եղավ։ Եվ ինչ որ դու ասեցիր եւ հավատացիր, դու համոզված ես, որ դա այդպես է։ Հայտնությունը, որ դու առնում ես, ինքը բերում է քեզ քո մոտ համոզվածություն։ Ոչ մեկ չի կարող համոզված լինել, եթե չլինի հայտնություն։ Դու այո, կարող ես կարդալ Աստվածաշունչը, տառերը, բայց այդպես էլ համոզված չլինել այդ խոսքի վրա։ Ճանաչում եմ մի հովվի, որի մոտ էի մի տարի։ Նստած ենք, խոսում ենք, Աստվածաշունչ ենք բացել, սուրճ ենք խմում։ Եվ բացեց Հովհաննես 3:16-ը։ Եվ կարդաց շատ ուրախացա, ասեք շատ։ Ասեք դու շատ ուրախացար։ Ես շատ ուրախացա, այո։ Բայց շատ տխրեցի, երբ որ ասեց, չգիտեմ, ճիշտ է թե չէ։ Քառասուն օր չանցած այդ հովիվը մեռավ, ասեք մեռավ։ Ես ուրախացա, որ ինքը հավատաց, գրվածքը կարդաց կնեք, բայց զարմացա, որ ինքը մեռավ։ Իսկ հիմա չեմ զարմանում, որ մեկը կարա Աստծո խոսքին հակառակ կենա, ու դրանից հետո նստալը։ Կար, էլ չկա։ Աստծուց վախենալա պետք։ Եվ զգուշը մնալ, թե ինչ ենք խոսում։ Եթե դու համոզված ես, դու խոսում ես հավատքի խոսքերը։ Եթե դու համոզված ես, խոսում ես սխալ խոսքեր։ Շատերը առանց հասկանալու ասում են, միայն իմ դիակի վրայով։ Մի ասեք այդ խոսքը ընդհանրապես։ Մի ասեք քույրեր մեռնեմ պրծնեմ, մի ասեք։ Որովհետև շատերը անգամ համոզված են այդ բառը ասեմ, որ քիչ ամնում մեռնեն կամ մեռնում են։ Մի քիչ հետո դրան էլի կանրադառնանք։ Այսինքն դու համոզված ես սրտիդ մեջ։ Աստվածաշնչի խոսքերը քեզ համար անօգուտ են մինչև այն ժամանակ, որ դու գիտես քո գլխի մեջ։ Բայց այն ժամանակ, երբ որ նա գալիս է քո սրտի մեջ, ընկնում է քո սրտի մեջ, նա սկսում է դառնալ կենդանի։ Նա դառնում է իրական քեզ համար։ Մենք պետք է գալիք դասերի մեջ սովորենք ինչպես արձակել հավատքը։ Կարող ասեք, կարող ասեք տարական դասարանա, որ պետք է անգիրներ սովորենք։ Մի բան ասեմ ձեզ, ես երեկ ավետարանի մասին եմ խոսում։ Ինձ մեկը հարց տվեց, ինչ է նշանակում ավետարան, ինչ է նշանակում Աստվածաշունչ։ Երբ բացատրեցի, ինչ որ մեկը ասեց ոնց որ երրորդ դասանի աշակերտ եղնես, ինձ էս այդ բաները պատմում ասում։ Դա ինձ համար կարևոր է։ Դա ինձ համար կարևոր է։ Նայեք, Հռոմեացիների 10:10-ում հետաքրքիր խոսք ասում։ Ով Աստվածաշունչ բերե։ Բացեք 10:10-ը։ Այստեղ գրված է սրտով հավատում է, ինչ որ մեկը, ասա մեկը հավատում է։ Դու կարող ես հավատալ արդարանալու համար, բայց բերանով խոստովանում ես փրկվելու համար։ Սա է որոշում, թե ով եք դառնում։ Սա է որոշում, թե դուք ով եք դառնում։ 10:10-ը, հռոմեացիների 10:10-ը բենզին է, ասեք բենզին։ Սրտի համար։ Սրտի համար բենզին է, ասեք բենզին։ Սրտով հավատում ես, դա բենզին է։
Ով ազում մեքենա։ Ով ազում մեքենա։ Ես կարամ քեզ մեքենա տամ, բայց բենզինը դու պետք է լցնես։ Այո, ես կարող եմ քեզ տալ մեքենա եւ դու բենզինը պետք է լցնես ինքդ։ Ով հասկացավ 10-10-ը։ Ով հասկացավ 10-10-ը։ Աստված տալիս է ամեն մեկին հավատքի չափ, բայց բենզինը դու պետք է լցնես։ Ով լսեց։ Այո, նա տալիս է հավատք ամեն մեկին ինչ որ չափով։ Բայց դու պետք է նրան աճացնես, դու պետք է նրան լիցքավորես, որպեսզի նա մեծանա եւ դառնա կենդանի, գործող։ Ամեն։ Ասեք լավը։ Հովհաննես 1:12։ Ես իմ եմ այստեղ։ Ժամանակ առ ժամանակ կարդացեք Հովհաննես ավետարանը, կարդացեք ամբողջ գլուխը։ Սկզբում էր բանը, Աստծո մոտ էր բանը, Աստված էր բանը մարմին դարձավ։ Ես առաջ կարդում ասեմ, մի րոպե, ինչ անշակում բանը։ Մենք հայերս ենքան բան ենք ասում։ Բանը։ Անունդ ինչ էր բան ջան։ 12 խոսքում գրված է, բայց որոնք, որ իրեն ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, որոնք կհավատան իր անվանը, որոնք կհավատան իր անունին, նրանց կտրվի իշխանություն, որոնք հավատում են նրա անվանը։ Լսում եք, հավատքը գալիս է ներսից, որովհետև երբ որ նա մտավ քո սիրտը, նա սկսելու է դուրս գալ քո մեջից։ Հավատքը, որը քո սրտի մեջ է, դուք լսեք ուշադիր, միշտ ապեք ասեք, դա սխալ է։ Մինչ իմ ներսը դատարկ է եւ ունեմ հավատք եւ իմ հավատքի բակերը դատարկ է։ Ես տեսնում եմ, որ ոչ մի տեղ չեմ կարողանում շարժվել, ոչ մի կողմի վրա չեմ կարողանում ունենալ առաջ խաղացում, չեմ կարողանում ունենալ հաղթանակ։ Ինչա պետք անել։ Ես հիշում եմ մի կոնֆերանսից դուրս եկա խոսքով լցված եւ լցված Սուրբ Հոգով, խոսքով եւ Սուրբ Հոգով լցված։ Դա այնքան ուժեղ էր, որ ես հայտնաբերեցի, որ ես հավատում եմ այն խոսքին, որ ես լսել եմ։ Եվ այն հավատքը, որը իմ ու քո սրտի մեջ է, նա կարող է սկսել ձևավորել քո մտածելակերպը։ Որովհետև նա գալիս է ներսից եւ սկսում է ձևավորել քո միտքը։ Նրանք, ովքեր ունեն այդպիսի մտածելակերպ, որը գալիս է խոսքից, սրտից դեպի միտք, դրանք ապրում են հավատքի կյանքը որպես ձև։ Քրիստոնեական կյանքը որպես ձև, հոգևոր կյանքը որպես ձև, որովհետև դա ասում է ուղիղի մտածելակերպի վրա։ Քեզ կարան շատ բաներ ասեն, քո մտքին, բայց Աստծո խոսքը քո մտքին չի խոսում, Աստծո խոսքը խոսում է քո սրտին։ Հավատքը գալիս է քո սրտի մեջ, հավատքը բարձրանում է քո սրտից։ Եվ դու հայտնաբերում ես, որ դու մտածում ես այլ կերպ։ Եթե դուք վերստին ծնված եք, բայց ձեր միտքը նորոգված չի, դուք վերստին ծնված աշխարհիկ եք։ Ամեն բենջան։ Տեղի ունեն մտածելակերպի փոփոխություններ, երբ որ հավատքը սրտի մեջ է։ Հավատացող մարդիկ ունեն իրանց ուրույն մտածելակերպը, ոճը։ Դա ազդում է իրանց կյանքի մեջ, կյանքի վրա, կյանքի արդյունքի վրա։ Այսինքն հավատքի մասը դա մտածելակերպն է։ Դուք ով եք աշխարհում, Աստծո խոսքը ասում է դուք օտարականներ եք։ Չգիտեմ ով է զգացել, որ ինքը օտար է այս աշխարհին։ Մարդիկ կան այս աշխարհում ապրում են, այս աշխարհի պես են մտածում։ Բայց մենք ապրում ենք այս աշխարհում, բայց օտար ենք այս աշխարհում։
Չորրորդ կետը, չորրորդ պունկտը սպասողական վիճակն է, ասենք ռեժիմ։ Սա սպասողական ռեժիմի վրա է։ Սա չի նշանակում, որ դու անհույս սպասում ես ինչ-որ բանի։ Մարդիկ կան, ասում են, մենք սպասում ենք, անհույս սպասում են։ 90 թվից մինչև մի նստած մենք սպասում ենք։ Մինչ իրանք սպասում են, որոշները գործում են։ Որոշները հաղթանակներ են ունենում, որոշները չեղքումներ են ունենում, որոշները արդյունքներ են ունենում, իսկ մինչև հիմա շատերը նստած են։ Սպասողականությունը դա շոշափելի բան է։ Դու զգում ես, որ հենց հիմա ուր որ է դա տեղի ունենալու։ Գիտեք, որ դաստեղ ասում են, այս ինչ մարդը գալիս է։ Գիտեք, մամաները լավ կհասկանան, լավ եկեք քույրերի հետ խոսամ մի քիչ։ Քույրեր, մամաներ, լսում եք, երբ որ ձեր երեխան բանակից գալու է, մնացել է ստոդնևկա, 99 օր, 98 օր, 96 իրանք էլ են, հարակյատարած հաշվում են այդ օրերը, և սպասում են, ուր որ արդեն օրը լրացավ, մի ժամ, երկու ժամ, ուր որ է, նա էսա կգա, դա պասիվ սպասողականություն չի, դու դրան զգում եք արդեն, ուր որ է, ես իրան կտեսնեմ, հավատքը, որը սպասողական է, որովհետև գրված է Вера же есть осуществление ожидаемого. Այն բանին, որը կատարվում է հիմա, տեղի ունենում, դա կատարվում է այստեղ։ Ես տեսնում եմ բաներ են շարժվում, տեղի են ունեն պրոցես, ասում գալիս են, հենց ասում ձեր փողեգայսեն այդ ժամանակ սաղի հավատքը ակտիվանում է։ Սաղի հավատքը ակտիվանում է։ Սամվելը մտնում է սենակ տերնում է գրետ է լացում է հոնգուր։ Ինչ այղեմ համ ես, ինչ ես ասել է ուր այն 20,000 եկատուր, հովոր եկավ 20,000, հովոր չի լսը, ճիշտ եմ ասում գրետ, այս մարդս կոմ ասում, լասենք էլի, ասում ես ու սպասում ես, նա գալիս է, Վիերա ժը ես, հավատքն էլ կա, այն ինչին դու սպասում ես, դա ակտիվ սպասում է, այս աշխարհիկ աղբերն է ոնց է հանգարում ես, սպասվածի իրականացումը, այն ինչի ես ակնկալում եմ, չէ, եկեք սենց բանը պայմանավորվենք, չգնաք տուն ու տաշմաշ բաներ խոսակ, ես եմ սպեսիմ, սենց ցիցիկ հավատացյալներ կան, չէ, դուք հիմք ունեք ինչին դուք սպասում եք, Աստծո խոսքից, հիմք ունեք ստեղից, թե պրոստը բան եք սպասում, Ղանձիլի թթու, գենազող, չգիրեմ ինչ շուշան, չէ, ժողովուրդ, հիմք ունենա քո հավատքը, ես սպասում եմ, սենց բաներ ալու, շարժման հավատացյալներ կան տես, չէ, ես չեմ սպասում, սենց բաներ ալու, իմ Աստված, ես սրան եմ սպասում, պիտի լսնի իմ կարիքները, խոսքի վրա, խոսքի իման վրա, նրանք էլ որ արադացին նրան բանը, նրանց իշխանություն տվեց լինելու իրավորտիներ, ով եմ ես, ամբողջ համացանցը ողողվելը ով եմ եսը, ես Աստծո որդի եմ, չէ, ասեք որ մի րոպե էլ չկա, մի րոպե էլ չիտեմ, բայց ուժեղա, գրանիտներ շարժեմ տեղից, մենք էլի ենք գնալու, էլի ենք հիմնավորելու այդ խոսքերը, տարբեր խոսքեր, այո, ես արդար եմ, Քրիստոս Հիսուսի մեջ ես արդար եմ, ես ով եմ, ես արդար եմ, ես Աստծո արդար եմ, Քրիստոսի արդար եմ, ես Աստծո որդի եմ, ես իշխանություն ունեմ, և դևերը ասում են, գիտենք դու ով ես, դևերը Մարկոսում ասում են, գիտենք դու ով ես, ով է իշում, և Հիսուս չէր թողում խոսա և պիղծ ոգին էր խոսում, եկեղեցիական հավատացյալ էր դևը, որ նստացել դրա մեջ, կանոնական ոգի էր, ասենք Աստծո որդին ես, գիտենք դու սուրբ ես, մի դասատու վեր կալավ ասեց,
ով է ինքը, որ իրավունք ունեն ասի ես Աստծո որդի եմ։ Այդ ով է, որ դևն էլ է իրան ասում։ Գիտենք դու ով ես։ Դևը չի ասում, Ձև ծաղրելով։ Դևը ասում է վախենալով։ Գիտենք դու ով ես։ Դևին լրացրեց Հիսուսը, ասես պապանձվի ու գելի նրանից։ Հիմք ունեք հավատալու։ Ուրեմն հիմք ունեք հայտարարելու։ Ձեր սրտի հավատքը։ Հիմք չունեք, մի ասեք օթից բաներ, անհասկանալի։ Այսինքն ես սպասողական վիճակի մեջ եմ։ Ստեղ մոտակայքում է դա, գիտեք։ Դա ստեղ մոտակայքում է։ Նրանք ովքեր ուզում են իրաց տները եկեղեցի դառնան, ես հայտարարում եմ, թող դառնան։ Հիսուսի անունով։ Ով լսեց, բոլորը չեն համաձայն ստեղ։ Թող ձեր եկեղեցիները դառնան Աստծո տուն։ Ձեր տները Աստծո տուն դառնան։ Ձեր տները Աստծո եկեղեցի դառնան։ Չեք ուզում ձեր տունը եկեղեցի դառնա։ Չէ, ես նկատի չունեմ, որ այնտեղ մտնում ես 3 հատ նկարադրած, մեկը Մարիամն է, մեկը Սուրբ Հովհաննեսն է, մեկը չգիտեմ ով է, դու ես կամ պապդ է։ Մոմեր ես վարում։ Դրա մասին չի խոսքը, դրա մասին չի խոսքը։ Այլ քո տունը դառնա Աստծո տուն։ Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Հասկանում եք, խոսքի վրա ես դուք հիմնվում։ Իմ տունը քո տնից աղոթք պետք է գնա, այնքան որ հարևանները գան ասեն, «Այ Գառնիկ, այն Սամոն էր ձեր տանը, որ աղոթը բեր»։ Սամվել եկել մի օր հիվանդ է աղոթելու ինձ համար։ Գնաց վազելով եկան։ Այս մեռնում եմ, դա ասում է Սամոն էր աղոթում։ Բա դրանից հետո ինչքան լավ էր։ Հարևանս ասում է, ականջս ձեր պատին եմ անընդհատ դրած։ Ամեն ինչ լսում եմ, մենք ընդի զրույց ենք անում, աղոթում ենք, խոսում ենք, հալելույա, մենք վերադառնում։ Ասում հանեց ուժեղ եք աղոթում մեկ է։ Մեր տունը եկեղեցի է դառնում։ Հալելույա։ Ճիշտ խոսքը 5-րդ կետը, ճիշտ խոսքը, խոսելաձևը, խոսույթը, արտահայտվելը, սա պետք է կարևոր լինի ամեն մեկի համար ստեղ։ Գրված է, որ 2 Կորինթացիների 4:13-ում հավատքի նույն հոգին ունենալով հավատում ենք եւ դրա համար խոսում ենք։ Մենք էլ ենք հավատում, դրա համար ենք խոսում։ Այսինքն ակտիվ արտահայտված հավատքն է սա։ Ով լսեց, թող ասի ամեն։ Ուզում եք հավատքի հոգին իջնի ձեզ վրա։ Ակտիվ հավատքն է սա։ Որը հավատում է եւ խոսում է, որը հավատում է եւ խոսում է։ Հավատում է Աստծո խոսքի եւ հայտարարում է Աստծո խոսքը, դա ակտիվ արտահայտված հավատքն է։ Սա դուք պետք է ակտիվ լինեք։ Դուք պետք է կյանքում ակտիվ լինեք, ձեր հավատքը ակտիվ լինի։ Հայտարարեք ձեր հավատքի մասին։ Խոսացեք, համարձակ հավատքն է սա։ Ես այս հավատքի մեջ համարձակ հավատք եմ տեսնում։ Քաջ հավատք, համարձակ հավատք։ Համարձակ խոսում ես ու չես կասկածում։ Հռչակում ես և չես կասկածում։ Եղբայրը ասեց, որ քաջություն և խիզախությունը պետք խոսալու այդպիսի բաներ։ Լսում եք։ Վկայում է և ասում է, այն ինչ որ խոսացիր, դրա համար մեծ համարձակություն և խիզախություն է պետք, որպեսզի խոսալ։ Ես ասի այդպես էլ կա։ Մենք հայտարարում ենք մեր հավատքի մասին։ Դա դուխով հավատքն է։ Ոչ թե դուխով կեպքեն, դուխով հավատքն է։ Դուխով հավատքը սրտի հավատքն է, որ համարձակ խոսում է։ Անսասան հավատքը։ Հավատքը դա պարծենկոտություն չի։ Դա խորը համոզվածություն է։ Երբեք մի ասեք մահվան խոսքեր։ Մի ասեք այնքան սոված եմ, սովից մեռա, մի ասեք։ Դուք չեք հավատում, որ մի օր սովից կմեռնեք։ Դուք հավատքով եք այդքան բան ասում, սովից մեռա։ Լսում եք, բռնացեք ձեզ։ Ցարավից մեռա։
Ծիծաղից մեռա, այնքան ծիծաղից մեռել է։ Ու չեն լսում շատերը։ Յանեմ այդ խոսքը, այդ ծիծաղի մեռնել խոսքը, երկրորդ խոսքը ասենց բանա տալիս, էլի գույնա տալիս, ձևա տալիս, ուժա տալիս ծիծաղելուն։ Քիչ ես ասում Արտուշի պես ծիծաղում, այնքան ծիծաղեցի, որ ինչ եղա, թուլացա։ Ավելի լավ է տենց ասես, քան թե մեռար։ Չէ, չթուլացար, որ պարալիզացվեցի, այլ գնաց քո վրայից ուժը, ոնց որ ասում է Դանիելը։ Մարդիկ ովքեր երբևիցե ընկել են Աստծո ներկայության մեջ, զգացել են այդ էքստազը։ Օй, այդ ինչ բառ ասեցիր էքստազ։ Դա սուտ չի։ Հələ սպասեք Հիսուսին, ասեք Տեր, ես ուզում եմ տեսնել քեզ, քո փառքը, հանդիպեք իրան, շփվեք, փորփրեք, դուք կտեսնեք, երբ որ ինքը կհայտնվի, ձեր սիրտը կփոխվի, ձեր համոզմունքները կփոխվեն, ձեր մեջ կգա համարձակություն, դուք չեք վախենա մահից եւ չեք ասի մեռա սովից։ Ինչի՞ համար ասում, որովհետեւ վախենում եմ, որովհետեւ սոված է։ Կամ էլ ձև է խոսքի։ Մի ասեք այդ խոսքերը, ծիծաղից մեռա, սովից մեռա, շոկից մեռա, ծարավից մեռա, դիակից վրով, մի ասեք այդ բանը։ Մեռնեմ կյանքիդ, մեռնեմ գլխիդ, ցավը տանեմ։ Իմ հերը սենց մի բան ասեց տարիներ առաջ։ Երբ որ մեծացանք, ասեց Գագոն եկավ, ասեց ես աշխատավարձ եմ ստացել, հերս ասեց մեռնեմ այն օրը, որ դուք ինձ պահեք եւ ես ձեր հույսին ընկնեմ։ Այդ ձևը եղավ։ Լսում եք։ Այդ ձևը եղավ, ժողովուրդ, մի ասեք։ Մի ասեք։ Դու չես մեռնելու։ Ես չեմ մեռնելու։ Ես պիտի ապրեմ, որպեսզի պատմեմ Աստծո գործերը, որպեսզի պատմեմ Աստծո փառքը։ Չեմ մեռնելու, հասկանում եք։ Երբ որ նա հայտնվի, նրա պես եմ լինելու։ Աչք բացել փակելու պես պիտի փոխվենք, կերպարանա փոխվենք եւ նրա հետ հափշտակվենք։ Մահ չենք տեսնելու, անցնելու ենք, հասկանում եք։ Հավատացեք այս հույսով, ապրեք այս հույսով, աղոթեք, սպասեք Տիրոջ գալստյանը, ծառայեք Տիրոջը, պտուղներ բերեք։ Եվ նա կգա եւ ձեզ կգտնի այնպես, ինչպես դուք արում եք։ Ինչպես նա ասել է ու գնացել է։ Մի ասեք, տենալ դեմ այդ օրը, պտի տենաս։ Նրանք տեսան այդ օրը։ Եբրայեցիների մեջ ասում են, նրանք տեսան այդ օրը, ուրախացան, հռչակեցին, դավանեցին։ Նրանք տեսան բաներ մեր օրերը, որ մեր օրերի ապրող հավատացյալները չեն տեսնում էլի։ Մի քանի հազար տարի առաջ հավատացյալներ եղած եւ հոց խումբ կար, որ տեսնում էին իմ ու քո ժամանակները, ապրում էին այս օրերի մեջ, տեսիլքամ, տեսնում էին ինչ era կատարվում, տեսնում էին հեղեղումը Սուրբ Հոգու, տեսնում էին արթնությունը, տեսնում էին Տիրոջ վերադարձը, նրանք տեսնում են Քրիստոսի խաչելությունը, նրանք տեսնում են նրա մահը եւ տեսնում են նրա հարությունը, նրանք տեսնում են Աստծո փառքը։ Հասկանում եք ինչ ես ուզում եւ ինչ ես ասում։ Ես ապտեմ թե չէ։ Եթե դու հավատքի մարդ ես, Սմիթ Վիգլսվորդի պես ու գիտես, որ դու պետք է գնաս, ասա ես չեմ տեսնի, բայց դու կտեսնես։ Փոխանցի սերունդին հավատքը, փոխանցի սերունդին օծությունը, փոխանցի սերունդին այդ հայտնությունները։ Թող իրանք շարժվեն այդ ճանապարհով։ Մի ասեք այդ ձև բան։ Մի ասեք քորանամ ես, օրեցօր գնալով աչքի այդ թվերը փոխվում է։ Ասում ես վատ տենալ, չես տենում եք։ Մի ասեք։ Ով է հասկանում, որ չպետք է ասի։ Դժվար բան է հավատքով ապրելը։ Դժվար բան է հավատքով ապրել։ Ես չգիտեմ, խի է դժվար շատերի համար։ Խի չեք ասում ես չեմ մեռնելու, այլ ես բժշկված եմ նրա վերքերով։ Ինչի մենք չենք կարող ասել, ես բժշկված եմ նրա վերքերով։ Տեր Հիսուս Քրիստոսի վերքերով ես բժշկված եմ։ Ինչի մենք չենք կարողանում ասել, որ արդարը ծաղկում է արմավենու պես։ Մի ասեք այդ արդարը ուրիշի մասին, ձեր վրա ասեք, որ դուք արդար եք եւ համարձակ եք եւ դուք ծաղկում եք, գնալով դուք ծաղկում եք։
Գնալով դուք հարստանում եք, գնալով դուք խելացի եք դառնում, գնալով ավելի եք իմաստություն ձեռում, գնալով ավելի եք կողմնորոշում, ավելի եք լուսավորվում, ավելի եք ճանաչում Տիրոջը, գնալով դու ավելի ես թարմանում, գնալով քո ուժը կարողությունը ավելի է շատանում, գնալով մի օր դու կարաս ասես Հեսուի եւ Քաղեբի պես ես ուժով եմ այնքան եւ դու 95 տարեկան ես կամ 85 տարեկան ես կամ 75 կապ չունի, բայց քո ուժը ավյունը դու չես էլ մտածում որ ինչ որ մեկը դա կանի, դու կանես դա եւ քո հետ կկատարվի դա, դու առավոտյան վեր կգնաս կզգաս մի տեղը ցավում ակաս ալելույա ես կենթանի եմ ցածնշանա ես մի տեղս բայց փառք էստեր ես ապրում եմ որովհետև դու կենթանի ես որովհետև դու կենթանի ես ես արդար եմ եւ համարցակ ես ծաղկում եմ արմավենու պես չի ժամանակին փերում եմ պտուղներ չի ժամանակին բողբոջում եմ մարդկանց տեսնում ես ասում են լանայ ոնց է բան եղել ծաղկում է այս մարդը ծաղկում է այո երբ որ քեզ ասում են ծաղկում է հաջորդ օրը խնդրում չրի տեսք մի ստանաս ծաղկի վանելինի պես ծաղկի բուրա իմ սիրած հոտն է վանելինը մարդիկա բենզինի հոտ ասի սալյարկի հոտ ասի կամ չգիտեմ ամենաահավոր անտալերի կարբիթի հոտ դուք պետք է բուրակ հալելույա փառք ես Հիսուս գիտեք ես հայտարարում եմ կամ խոստովանում եմ երկու բան կա կամ ես հայտարարում եմ կամ խոստովանում եմ հալելույա հիվանդ ես եթե դու հիվանդ ես դու պետք է խոստովանես այդ հայտարարես այդ բանը ես նրա վերքերով բժշկված եմ ես նրա վերքերով բժշկված եմ գիտեք ասեցի ոչ մի բան չեղավ Հովիվ ջան 10 կիլոմետր հետ եկե որ ասի ես ասել եմ ու չի եղել ինչքան ես ասել դե մի անգամ ասեցի սենց երկու տեսա չիլում վախեցա սկսի չասել որտեվ ինչքան ասես բժշկված եմ այդքան վատ եմ այդ խոսքը պետք է քո սրտի մեջ լինի այդ խոսքը քո սրտից պետք է խոսաս հայտարարի այնքան ժամանակ որ դա դառնա քո համոզմունքը որ անգամ եթե սիմպտոմները ներկա լինեն խոսա շարունակաբար դա պետք է հեռանա ամբողջությամբ որովհետև ես նրա վերքերով բժշկված եմ ես բժշկված եմ նրա վերքերով հայտարարեք համարցակ հայտարարեք Աստծո խոսքը եւ համոզված եղեք դրա մեջ ինչ որ ասում եք դուք կտեսնեք որ բժշկությունը գալիս է բժշկությունը շարժվում է քո մարմնի մեջ ինչ բան է տեղի ունենում հալելույա ես զգում եմ դա տեղի անեմ դա կատարվում է իմ մարմնից ես ավելի եմ լավ զգում քան երբևիցե լինել հիվանդ եւ 24 ժամվա մեջ բժշկվել դա հրաշք է լինել հիվանդ եւ ակնթարթի մեջ բժշկվել դա լավ է լինել հիվանդ եւ հայտարարել որ ես բժշկված եմ դա լավ է ես չեմ կարող լինել կարիքի մեջ իմ Աստված պիտի լցնի իմ կարիքները կարիք կա ասա իմ Աստված կարիք ունես ասա իմ Աստված կանգնի քո կարիքի վրա եւ ասա իմ Աստված կարիք այստեղ է եւ ասա իմ Աստված խոսացեք անգամ դուք չեք էլ հասցնի որ ասեք պիտի լցնի նա կսկսվի նա տեղի կունենա որ իմ Աստված ես բժշկված եմ ես բանի կարիք չեմ ունենա իմ բոլոր կարիքն է Աստված հոգատամ Եհովա իր է ինքը տեսնում է ինքը հոգատանեմ լցնում է իմ կարիքները դուք ասում եք թե ես այնա անում եմ մի հետ երկու հետ եկիտ երկու երեք հետով չի գործում դա քո կյանքը պետք է անի այդ խոսքը դու մեկ պետք է լինեք ոչ թե քո խոսքերը այլ իր խոսքերը հայտարարել կամ խոստովանել այո ես հիվանդ եմ բայց ես հայտարարում եմ որ ես նրա վերքերով բժշկված եմ դա տեղի ունեմ ես բժշկված եմ դա տեղի ունեմ դա կատարվում է իմ մարմնի մեջ դա տեղի ունենամ աստիճանաբար դուք կզգաք դա ուղղակի խոսացեք հաճախ խոսացեք
Նրանք ովքեր երբևիցե հիվանդ չեն եղել, այդ խոստմունքը նաև ձեզ համար է։ Այո, ձեզ համար է։ Ով արսում։ Հա դու հարուստ ես, չէ՞։ Մի միլիարդ ունես, կարիք ունես էլի, հա 2 միլիարդի կարիք ունես դու։ Ինչքան դու ունես, այդքան էլի ասում ես, ես։ Ով հասկանում, ինչ եմ ասում։ Եթե դու առողջ ես, ավելի առողջ լինես։ Երբ որ մեռնես, հանկարծ մի օր հատնես, մեռնես։ Քեզ ստուգեն հասկանան, որ այս մարդ պոլնի առողջ էր։ Այս մարդը ուղղակի Աստված հոգնեց այս մարդու ապրեց, տանում է իր մոտ։ Կամ մտել է մարման փխուլ։ Всё, վերջ, ինքը արդեն պոլնի վատ ապրեց իր կյանքը։ Կամ ես ոչինչ պարտք չեմ, ոչ մեկին ոչնչով պարտք մի եղեք։ Հասկանում եք, պարտք ունեցողներ։ Վարկեր, պարտքեր ունեցողներ կան։ Չեմ ասում դու գնա բանկի առաջ կանես, ես ոչինչով ոչ մեկին պարտք չեմ։ Հայտարարեք, թող ձեր պարտքերը Աստված գերբնական լցնի։ Փագի գերբնական ձևով։ Հնազանդության ակտ կա, գոյություն հնազանդության ակտ, դա հավատքի հետ է կապված։ Հավատքը ինքը հնազանդություն է։ Հավատքը ինքը հնազանդություն է։ Իմացեք, թե Աստված ինչ ասում իր խոսքի մեջ ձեր իրավիճակում։ Օրինակ, հնազանդության հարց, ասեք հնազանդություն։ Հնազանդությունը տեղի ունենում, երբ որ ես պարտականություն եմ վերցնում ինձ վրա։ Պարտականությունը վերցնում ինչ որ մեկը իր վրա։ Դա հնարավորություն է ամեն մեկիս համար դրսևորելու հավատք։ Գնա այս կողմ գնաց։ Գնա այն մի կողմ գնաց, ասեց ես ծառաներ ունեմ։ Են մեկին ասում, արա այս բանը, են մեկին ասում, մյուս բանն արա։ Եվ այս մեկը գնում է, այն մյուսը գալիս է, եւ Հիսուս նայեց, ասեց, այսպիսի հավատք ես ամբողջ Իսրայելում չկտա։ Որտեղ ամեն մեկը հնազանդություն ուներ եւ ամեն մեկը պատասխանատվություն էր կրում։ Մինչև պատասխանատվություն չվերցնես, ոչինչ չի ստացվելու։ Ամեն։ Ասեք չի ստացվելու։ Հիսուս ասեց լցրեք կարասները։ Եվ Հիսուսի մայրն ասեց ինչ որ ձեզ ասում արեք։ Հիսուսի մայրը ասեց ինչ որ ասում ձեզ արեք։ Ով է լսում։ Չէ, ով է լսում այս ձևի խոսք։ Ով է լսում այս արտահայտությունը, որ Հիսուսի մայրը, ասեք Հիսուսի մայրը ասում ինչ որ ձեզ ասի արեք։ Հա, ինչ որ ձեզ ասի արեք։ Ով է ասում դա։ Բա, մինչև Հիսուս չասի, ես չեմ անի։ Լսել եք այս ձև արտահայտությունը։ Մինչև հովիվը չասի, ես չնաս հովնով, Հիսուս մինչև չասի, ես չեմ անի։ Կներեք, դա անհնազանդությունը, դա պատասխանատվություն չի։ Խիովա, որ հովիվ Միշայի ծնողը, որ ինձ ասի։ Շորդ լսում եք, դա Հիսուսի մայրն էր ասում։ Ես լսում եւ անում եմ։ Ես մի անգամ լավ ծեծք իրա։ Բարից բունի մասով չէ, բայց լավ կերա այս հովիվներից։ Պետք է գնամ հովիվ Միշանստում, ուղիղ ժամը 2-ին 10 պակաս պետք է այնտեղ լինեմ։ Եվ 1:30 է։ Արդեն պետք է ես դուրս գամ 20 րոպեմ հասնեմ։ Մելանը զանգում, ասում է պապայի թոշակը ստացել եմ, պետք է տարվի, եթե գնալու սրս տաս։ Պատկերացնեք ձեր հովվի ծնողն է, հերն է, պետք է տանել։ Ես վերցրի, հետ դարձա, վերցրի, տարա ուշացա։ Ող կագդաստա, ասում է, կագդաստա։ Էդ ինչ ես հանդիմանություն կերա, ոնց որ կարկուտ կա երկնքից։ Ասում եմ, հով ջան, պետք է թոշակը բերեի։ Ինքը դա չի ուզում լսի, ասում եմ, ես քեզ ասի ստեղ կլնես։ Ահա լսում։ Բացատրեմ շատ բաներ, թե դուք հասկացաք ինչ եմ ասում։
Մի օքեյ հասկացե, փառք Տիրոջ։ Եկեք Սամվել աղբորը ծափտան։ Օրհնեք Սամվել աղ, հա, լուրջ եմ ասում։ Որովհետև հասկացել, Սամվել ջան, վերցերա Հիսուսի անով։ Մի ծափ ավել փոր չի ծակի։ Հալելույա։ 100% եմ ասում։ Ինձ համար կասկածելի է անհնազանդության հավատքը։ Երբ որ ասում եմ ես հավատք ունեմ, բայց ինքը ամբողջ կյանքով անհնազանդ է, բունտի մեջ է։ Թեպետ ծեծքեր է, թեպետ վրես խոսակցություն եկավ, բայց ես դրանից հետո սովորեցի, որ ոչ մեկի թոշակը չենք վերցնում։ Հնազանդությունը, ոնց ուզում եք հասկացեք։ Լցրեք կարասները ջրով։ Հնազանդությունը նավակը տար խորը, ճիշտ է։ Պատկերացնում եք, բան ենք անում, մենք այս տեղերը վերցնում ասում ենք, այ եթե Հիսուսի մայրը ասի մի կարասները ջուր լսեք, մենք մորը կլսենք, որովհետև դա Հիսուսի մաման ասում։ Ասենք, այդ ձևի իրավիճակ չի եկար ալնի, էլի հասկանում եք այսօր։ Հիսուսի մաման ստեղ չի որ ասի կարասներ։ Լավ, այս ձևի իրավիճակի չի կարել, դուք ստեղ ոչ մեկը լոդկա չունեք, որ Հիսուս մտնի ասի քշի խորը։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Հիսուս մտավ նավակ, ասեց նավակը խորը տար, այ որ այդ մոմենտալներ հովջայս կանեի ու լավ կլներ։ 153,000 դրամ վատա, 153 ձուկ 1000 դրամ վատա, մեկը այսակ ասի սիգայի քինը 300 դարը։ Իսկ ինչ գիտեք, որ սիգա էր։ Չկա չէ ձև իրավիճակ, այսօր չկա այս ձև իրավիճակ, որ ես գրել եմ, կամ ուրկանները գցի դեպի աջ, դու ուրկան ունես, չունես, դու սկի միան լեսկա չունես, չանգյալով, չունես չէ, բայց կա այդ ձև իրավիճակներ, բալոնը կտանես, բալոնը տարավ, հարցերեցիր խիտանեմ, մորացել էր խիտանես, բայց դե հիշեցիր չէ, տարար, բալոնը պետքա կրասկվի, եթե որ նավակ չի կաղա, պետքա չարվի, եթե կարաշ չի պետքա չարվի, ասեք որ սիրուն է այդ բալոնը, շնորհակալություն Արմենն էլ ծափար, հնազանդությունը վարձատրվում է միշտ, մի ավել ծափը փոր չի ծակի, մի կասեք, այս ինչ սպեկտակլ է, այս ուզում եմ ամենա չնչին, ամենատարական հնազանդության մասին խոսամ, ես չեմ անի, դա իմ պագոններից վեր է, պագոնը հետ կնգնի, ես ուժ բաներ չեմ ասում, որ պետք է արվի, բայց պետք է արվի, ճիշտ եմ ասում, մեզ թվում է մենք հավատք ունենք ու մենք զգում ենք, որ մեր հավատքը շուտ կաղում է, շուտ կոնկրետ կաղում է, ձեզ մի բան ասեմ, չեք հավատա, ով է լսում, լավ, ձեզ հարցնեմ, որ հետո ես բանի տակ չունեմ, հարցակման տակ չունեմ որոշներից հետ, ասեք ինձ խնդրում եմ, այս թեմաներից հետո քանիս տեք ստացել ձեր ասած գումարները, 10,000, 20,000, 100,000, քանց տեք ստացել, գրետ ասում ես, խորենն ասում ես, էլով, Արմեն ասում ես էլ եմ ստացել, էլով է ստացել, Արտուշն էլ ասում, ես էլ Արտուշն ասում այս ուրիշ ձևով եմ ստացել, բայց ստացել եմ, մի քանի հոգի, այդ հավատքը սաղի համար աշխատում, ինչ-որ մեկը չի ջոգում, որ պետք է օգտագործի դրան, լսում եք եկեղեցի, չէ եկեղեցի, ես չեմ ուզում դուք գայթակղվեք ինձանից, ես ձեզանից ոչ մեկից այդ գումար չեմ վերցնում, ես անգամ չեմ աղոթում փողի համար, ես խոսում եմ և նրանք գալիս են, ես խոսում եմ նրանք գալիս են, ահռելի օրհնություններ ա եկել ինձ վրա, այդ օրվանից մինչև այսօր, ես դրա մասին չեմ մտածում, ես տեսնում եմ հրաշքներ, որ կատարում ա ինձ հետ, իմ կյանքում, ես տեսնում եմ մարգարեություններ, որ իրականանում ա, որովհետև դրա մասին ես խոսում և գործում եմ, որովհետև ես հավատում եմ Աստծո խոսքին, դա տեղի ա ունենում ինձ հետ, դա տեղի ա ունենում ինձ հետ, միշտ խոսացեք, որ ես բանի կարիք չեմ ունենալու, հենց այն կարիքի առաջ կանգնեք, որ դուք ունեք և ասեք այդ կարիքին, ես կարիք չեմ ունենալու,
Եթե դա աղքատություն է, որ եկել է քեզ չոքացնի, ծնկացնի, ասա ես չեմ ծնկի այդ աղքատության առ։ Իմ Տերը հարուստ է, իմ Աստված հարուստ է։ Նա ասում է նավակը տար խորը, ուրեմն նա քեզ ուզում է օրհնել։ Նա ուզում է քեզ վարձատրել, խոսա ուղակի։ Եք վախենում, որ հանկարծ ասեք, բան չի փոխվում, այո, ջան, բան չի փոխվում, շարունակեք։ Ամեն օր դուրս արի եւ նայի այդ լեռանը եւ ասա, այստեղից տեղափոխվի այստեղ։ Պրոբլեմ, այստեղից տեղափոխվի այնտեղ։ Տեղափոխվի այնտեղ Հիսուսի անունով։ Եվ քո սրտի մեջ մի երկմտի, մի կասկածի։ Դուք հավատացեք, որ կլինի անազանդությունը կարևոր բան է, գիտեք, մի բան ասեմ ձեզ։ Հով մի շան զանգեց ու ասեց, վեր կալ 2 հոգու, 3 հոգու, գնա սպիտակ։ Իմ մոտ հարցեր չկա, ես գնացի սպիտակ։ Վեր կալ 2 հոգի, 3 հոգի գնա Կուրթան, ես արեցի։ Վեր կալ, ինչ ինքը ասել է, ես այլ եմ հրաշքն եմ տեսել։ Ես ու Արտուշն ենք Կուրթան, եմ մարդուն ապաշխարության բերինք, Հիսուսին ընդունեց, իր խոսքերով կրկնեց եւ մենք դուրս եկանք։ Հաջորդ օր այդ մարդը գնաց։ Գնա սպիտակ ու աղոթի իշխանությամբ։ Ես գնացի ու աղոթեցի իշխանությամբ։ Զանգի կանչի, քո աղջկան ու փեսային, զանգեցի ու կանչեցի։ Ես հնազանդվում եմ Աստծուն։ Հնազանդություն, որը չունի պատասխանատվություն, դա հնազանդություն չի եւ հավատք չկա այնտեղ։ Փառք ես Հիսուս։ Աստված ասում է արա այս, ես կանեմ այս, ինքը խոստմունքներ է տալիս մեզ։ Հալելույա։ Չգիտեմ հոգնել եք թե չէ, բայց մի կետ էլ կասեմ։ Մտերմություն Աստծո հետ։ Մտերմություն Աստծո հետ։ Չէ, ես Աստծո հետ երբեք պաշտոնական չեմ շփվում։ Ես մտերմություն եմ անում Աստծո հետ։ Ես մտերմություն եմ անում Աստծո հետ, շփվում եմ Աստծո հետ։ Գիտեք, հավատքի մարդիկ գիտեն Աստծուն։ Հավատքի մարդիկ գիտեն Աստծուն։ Ինձ դա ասում է Եբրայեցիների 11:6-ը։ Բայց առանց հավատքի անհնար էր Աստծուն հաճելի լինել։ Նա որ մոտենում Աստծուն պետք է հավատա, որ նա կա։ Եվ թե վարձահատույց է լինում նրանց, որ իրեն են փնտրում։ Լսում եք, հավատքի մարդիկ գիտեն Աստծուն։ Սա շատ խորը խոսք է, այս 6-րդ կետը հավատում են Աստծուն առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել։ Նա որ մոտենում Աստծուն պետք է հավատա, որ նա կա։ Պետք է հավատա։ Եվ Աստված միշտ վարձահատույց է նրանց, ովքեր փնտրում են իրան։ Հավատքը դա դոգմաների հավաքածու չի։ Հավատքը դա դոգմաներ չեն։ Որոշն է ովքեր որ ծաղրում են հավատքը, մտածում են, որ հավատքը ու Աստված իրար հետ կապ չունեն երևի, մտածում են։ Ես հավատում եմ, որ ինքը կա, ես իրան փնտրում եմ։ Ես իր այդ մոտ եմ, մտերիմ եմ, մոտ եմ, շատ մոտ եմ։ Հիշում եք այն երեկո, որ խոսացի, սենց բան, երբ որ Դավիթ Խասավե եկավ, մենք Աստծո ներկայություն ենք, կամ ուժեղ ենք զգում այնտեղ։ Հիշում եք, որ ասեցի, ես տեսա, որ ինքը ինչքան Աստծո մեջ առաջ է, շատ առաջ է։ Նման բառ ես լսել եմ երբևիցե Լեստեր Սամրալից։ Ասում է, երբ որ դուք հայտնում եք Սմիթ Վիգասվորդի տունը, դուք տեսնում եք Սմիթ Վիգասվորդի ինչքան հեռու է, եւ ոչ մեկ իրան հասանելի չի, ինքը ինչքան հեռու է գնացի Աստծո մեջ, որ իհա չփվում ենք, հասկանում ենք, որ մեզ պետք է տարիներ վազել, որ հասնել այդտեղ։ Առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել։
նա որ փնտրում ասում պետք է հավատա որ նա կա Աստված վարձատրում է նրանք ովքեր Աստծուն ճանաչում են նրանք հավատք ունեն քո ճանաչողությունը բերում է արդյունքին Հիսուս Հալելույա առանց հավատքի անհնար է հաճեցնել գոհացնել հաճելի լինել Աստծուն երեք բան տեղի կունենա քեզ հետ երբ որ դու սկսես ճանաչել Աստծուն որքան լավ ես ճանաչում Աստծուն այնքան հեշտ ես հավատում Աստծուն ժամանակ առ ժամանակ ես ոչ մի դժվարություն չեմ քաշում երբ որ զգում եմ որ այնքան մոտ եմ ասում այնքան վստահելի է այնքան ապավինելի է իրան ապավինությունը ես չեմ աղոթում ու իրան զգամ միլիոն կիլոմետր հեռու եւ ասեմ դա ոնց պետք է լինի Տեր Աստված ես միշտ ասում դա ստեղ է ուր գնում եմ ես նստում եմ ու սկսում եմ ասել հավատքի մասին հավատքը ինչ է տարբեր տեսանկյուններով հավատքը ինչ է Օրալ Ռոբերտսը լավ է նկարագրում հավատքի եւ հրաշքների մասին դա նման է փոշու որ դու չես տեսնում բայց նա քեզ շրջապատում է հրաշքները քեզ շրջապատում է Եթե դու Աստծուն մոտ ես, հրաշքներին ես մոտ, Աստված հրաշագործ է Ես հրաշքներ չեմ փնտրում, ես Հիսուսին եմ փնտրում Հրաշքները իր մեջ է, հրաշքները իր հետ է Ուր որ ինքը գնում էր, հրաշքները իր հետ է, որտեղ Աստված իր հետ էր Եվ մի օր ժողովուրդը հավաքվել էր, Հիսուսի վրա էր դիզվել Եվ գրված Աստծո զորությունը այնտեղ էր Աստծո զորությունը այնտեղ էր Եվ Մարդիկ ուզում են կպնել իրան, որովհետև բժշկություն էր տեղի ունենում, երբ որ կպնում են իրան։ Աստծո զորությունը ներկա էր։ Ես միշտ հավատացել եմ, որ որտեղ Աստված այնտեղ հրաշքներն են, որտեղ Աստված այնտեղ զորությունն է, որտեղ Աստված այնտեղ Տիրոջ օրհնությունն է, մտերմություն Աստծո հետ։ Այնքան հեշտ ես վստահում Աստծուն։ Հնարավոր չի ընդհանրապես վստահել անծանոթ մարդուն։ Պատկերացնում եք դուք փողոցում գնում եք։ Գնացել եք մի օտար քաղաք։ Ձեզ համար օտար քաղաք։ Դուք հանում եք ձեր դրամապանակը։ Եվ մի հատ օտար մարդու ասում եք՝ մի րոպե կբռնես, հեսա կգամ։ Հեսա կգաս ու ինքը հեսա այդտեղ չի լինի։ Անծանոթին չեն վստահում։ Անծանոթին չեն վստահում ինչ-որ մի բան Աստծուն չվստահող մարդիկ անծանոթ են իրան Ով լսեց Այ մի ձևի չեմ կամ այ հավատամ Մի ձևի չեմ կամ այ վստահեմ Ազատագրվեք ձեր դևերից կամել Եկեք ասեք շիմ դևին Դա ից խանգարում է հավատալ Ազատագրվեք դատարկ սրտից լցրեք նրան Աստծո խոսքով Քերակրեք Աստծո խոսքը ձեր սիրտը ձեր մեջ վստահություն կգա եւ առաջին նշանը կունենաք խաղաղություն հետո կունենաք ուրախությունը եւ խաղաղությունը նշան է որ դու իր ներկայության մեջ ես ապավինությունը կաչի ճանաչողությունից եւ ծանոթությունից է սկսում դա այնքան եմ ծանոթ այնքան եմ ճանաչում որ ես կարամ աչքերս փակ վստահեմ այս վստահեմ այն վստահեմ մյուսը որովհետեւ ճանաչում եմ այս գիտեմ իրան ես գիտեմ իրան այս գիտեմ ես մարդուն ինքը вообще վստահելի չի ես գիտեմ ես մարդուն իրան կարամ վստահեմ իրան կարամ հավատամ Աչքերս փակ, այն ոնց որ ինձ կհավատամ, այդ ձև իրան կհավատամ։ Ոնց որ ինձ կվստահեմ, այն ձև իրան կվստահեմ։ Մարդիկ կա, որոնց մոտ կարելի է վստահություն թողնել, ապավինել, վստահել այդ մարդուն։ Ես իրան հավատում եմ։ Ես ինչ բանն ասել, ես չեմ հավատում, որովհետև ես ճանաչում եմ այդ մարդու, այդ մարդը այդ բանը չէր ասի, այդ մարդը չէր անի։
Հալելույա։ Ինչքան վատ բաներ եղնեմ, թաղում, գալիս էին կռիվ ինձ վրա։ Մեզ հավատում էր, որ դա ես արել եմ։ Թեպետ չէր, տես է չգիտեր։ Ով էր ծեծուտում, էլի ես։ Շատ վատ բան են արել, թաղեցիք։ Ռազբոյ ա եղել, կռիվ ա եղել, հալմաղալ ա եղել։ Եկանք թաղը սաղովի, հավաքվեցինք, շատ հեռու ենք, սաղովի եկանք հարցակվեցին, որի ծեծեն, единственный раз отец уверовал меня։ Ես ասեցի, ինքը չի եղել այդտեղ, որովհետև ինձ լսեց, բայց ես խաբեցի, սուտ էի ասել, ես խոստովանել եմ հետո ժողովուրդ ջան, ես ապաշխարել եմ դից։ Ասի ես դրա մեջ էի։ Ես էի այդտեղ։ Չեմ ասի, որ գլխավոր կազմակերպիչն եմ, բայց նենց է չէր, որ մի պակաս քաչալն է ես էի։ Օ, Տեսուս։ Երբ որ հավատում ես, երբ որ գիտես ինքը ով է, դու վստահում ես կամ չես վստահում։ Գիտես ասում, վստահում ես, կասկած չկա։ Կասկած չկա։ Հալելույա։ Հալելույա, Իսուս։ Շատ ես չխոսամ, շատ բաներ չասեմ։ Հավատքը ինքը գործնական է։ Հավատքը ինքը գործնական է։ Հավատքը ինձ մղում է գործողությունների։ Եղել է ժամանակ, որ ոչինչ ես չեմ արել։ Հասկացա, որ իմ հավատքը ուղղակի թթվում է ինձ վրա։ Ես ոչինչ չեմ անում, ինձ պետք է հավատքի գործ անել, գործողություն անել։ Հավատքը պրակտիկա է հետո։ Դուք նրան փորձառաբար եք ապրում։ Դուք գործում եք եւ փորձ եք ձեռք բերում։ Հավատքը դա նաեւ վարկագիծ է դրսևորում։ Նա գործեր ունի իր այդ հավատքը։ Նա վարկագիծ ունի։ Նրանք, ովքեր որ հավատացին, Աստծո որդուն, Աստված նրանց իշխանություն տվեց, վարկագիծ փոխվեց։ Չունք մեզ խասյատը փոխվել է։ Կամ լավ, կամ վատ։ Զգում ես, որ քո բնավորությունը գծեր ենքան փոխվել, որ մարդիկ տեսնում ասում են, շո բան է փոխվել։ Շո բան է տեղի ունեցել։ Այդ մարդը չէր հավատում, որ ես նույն մարդը չեմ էլ։ Իր աչքը ինչ էր հավատում, ասեց տեղ, ինչ մակարդակ կար, Տեր Հիսուս, որովհետև ինքը օծություն հասկանում է։ Ոգևորված էր, խանդավառված էր։ Ասեց, կուզեմ ձեզ օգնեմ, կուզեմ ձեզ օգնեմ։ Հալելույա։ Հավատքը մղում է մեզ գործողության։ Փառք ես Հիսուս, մղում է գործողության։ Ասեք մղում է։ Ասա ես գիտեմ դա ինչ է։ Բայց ուզում եմ փորձառաբար հասկանալ։ Այստեղ գրված է Մարկոս 5-րդ գլխում, լա ինչ լավ խոսք է ժողովուրդ։ Չեք փոշմանի, կկարդաք նորից, կկարդաք նորից։ Այստեղը շատերի սիրած տեղն է։ Մի կին, որ 12 տարի արյան առնահուսության մեջ էր, շատ նեղություններ կրեր, շատ բժիշկներից։ Եվ իր բոլոր ունեցած բաները վատնել էր, օգուտ չէր գտել, ապա ավելի էր սաստկացել։ Հենց բան կա, չէ, որ հիվանդ է կլնում, ես մեկ ասմային արա, մեկ ասմային արա, անում ես ամ ավելի ավատ անում իրավիճակը։ Դա լավ նշան, որ իակ բժիշկ չէ։ Երբ Հիսուսի վրայով սա լսեց, եկավ բազմության մեջ, նրա հանդերձներին դպավ, քանզի ասում էր, եթե միայն նրա հանդերձին դիպչեմ, պիտի բժշկվեմ, եթե միայն
նրա հանդերձին դիպչեմ, պիտի բժշկվեմ։ Հնարավոր է մեկը դասեք, դե Հիսուսի շորը ես չեմ զգում, ոնց կպչեմ, ինչին կպչեմ։ Գիտեք, սա կին էր, որ քայլում էր, եկել էր դեպի Հիսուս, փնտրում էր Հիսուսին, ամբողջի մեջով, չեղքելով եկավ։ Եկել աղոթքների, սա Հիսուս, ես գիտեմ, որ եկել եմ ստեղ, ընդամենը մեկ խոսք, ընդամենը մեկ արտահայտություն, ընդամենը մեկ նախադասություն, ընդամենը մեկ բառ, ես կբժշկվեմ, ես հավատում եմ, ես կբժշկվեմ, ես փնտրում եմ իրանից բժշկություն։ Դա ստիպում է քեզ գործողություն անես, որովհետև դու լսել ես դրա մասին։ Այստեղ բժշկությունն է կատարվում։ Ասեմ ձեզ իմանաք, անցած կիրակի ինձանից ձախ ասեցի, որ մի տղամարդ է բժշկվում։ Դա տղամարդ է, բժշկություն է տեղում, ստեղից ներքև, ինչ-որ բան է կատարում։ Աշխենը կվկայի դրա մասին, Արոնը պատմում, որ իր այդ բանակա տեղի ունենամ, պրոցեսա տեղի ունենամ, թե ինչ ես չգիտեմ։ Դա կպատմի արդեն մյուս կիրակի Աշխենը։ Հիսուս Ինքան բանկ ասելու Եկեք ստեղ կանգ առնենք Շարունակեմ մյուս կիրակի Փառք ես Հիսուս Ստեղ կանգ ենք առնում Սա 8-րդ կետն էր, որ ես խոսացի։ Միգուցե մյուս կիրակի ուրիշ բան խոսանք։ Տերորդն է լոա ձեզ։ Ես երկու շաբթի օր այստեղ լսում էի Աստծուց, որ Աստված ասում է ես հեղեղում եմ դա։ Ձեր ուրախությունը կշատանա, դու կտեսնեք Տիրոջ հեղեղը, Տերը կհեղեղի ձեզ, կլցնի ձեզ, շնորհակալ ենք, փառք ես, Հիսուս Մենք չենք քայլում երևույթով, մենք քայլում ենք հավատքով։ Մենք չենք քայլում տեսած բաներով, մենք քայլում ենք չտեսած բաներով։ Իշեք եկեղեցի Աստված դեր շատերին բժշկելու քաղցկեղից։ Այստեղ այս ժողովրդի միջոցով։ Եկեղեցի դու միջոց ես դառնալու, որպեսզի ջուրը կրես եւ լցնես կարասիները։ Եվ դու կտեսնես կարասի մեջ ջինի է դարձել։ Դու կտեսնեք, որ երբ որ գնում եք, ճանապարհին հրաշքը ուղեկցում է ձեզ։ Հիսուս մի մարդու ասեց, գնա քեզ ցույց տու քահանայի մոտ։ Գնա ցույց տու քահանայի մոտ քեզ։ Խի Հիսուս չասեց, այնա իմ մոտ ես եկել։ Գնա վկայի ստեղ ընդեղ, գնա ասա, գնա պատմի։ Գործողության մաղեց Հիսուս։ Հիսուս ստիպում է, որ այդ հրաշքը տեղի ունենա իմ ու քո հետ։ Գնա եւ վկայի։ Դեռ ինքը բորոտ է, ճանապարհին հայտնաբերում է, որ ինքը մաքրվեց։ Մինչ դուք ճանապարհին այսօր կգնաք, հրաշքները կսկսեն ակտիվանալ Հիսուսի անունով։ Ակտիվանալ հրաշքները։ Հիսուսի անունով։ Արժանի ես դու, Հիսուս, արժանի ես դու, Հիսուս, արժանի ես դու, Հիսուս, Տեր, հալելույա, հալելույա, Հիսուս, Աստված որոշների համբավը կբարձրացնի,
Որոշների համբավը կբարձանա։ Սրանց հետո դուք կտեսնեք։ Հեղինակություն է գալիս։ Որոշներ հետ կմտնեք էլի եմ Մարգարյանում սա։ Էլի եմ Մարգարյացը, էլի եմ Մարգարյան։ Պետական համակարգեր։ Կլինեք պետական համակարգերը։ Դուք կաշխատեք այնտեղ։ Եկեղեցին կունենա իր ժողովուրդը մարդիկ, ներկայացուցիչները, տարբեր բնակավարերը։ Հիսուս, Հիսուս։ Երբեք դուք ցածր աշխատավարձ կամ թեավճար չեք ստանա։ Դուք շատ թեավճար կստանաք, բարձր աշխատավարձ։ Դուք կանեք ձեր սիրելի գործը, Աստված կօրհնի դրան։ Եվ ձեզ կօրհնեն ձեր սիրելի գործի համար։ Եվ կասեն ինչպես Աստծուն դա ձեզ մոտ։ Դուք ասեք Աստծուն սիրողներին համար ամեն բաները բարիին գործակից են դառնում։ Եվ ես բացառություն չեմ, ես սիրում եմ իմ Տիրոջը։ Դրա համար ամեն տեղերից գալիս է իմ հոնորարները, իմ օրհնությունները։ Դա գերբնական է։ Հյուսիսից կապվածը կարձակվի, հարավից կապվածը կարձակվի, արևելքից կապվածը կարձակվի, արևմուտքից կապվածները կարձակվեն, բոլոր օրհնությունները։ Ես հրամայում եմ մեր Տեր Հիսուսի անունով, որպեսզի նրանք արձակվեն։ Դու թոշակով չես ապրի միայն, արդարը թոշակով չի ապրում նրանք, արդարը հավատքով ապրում, արդարը միայն նպաստով չի ապրում, արդարը հավատքով ապրում, արդարը միայն աշխատավարձով չի ապրում, արդարը ապրում է հավատքով։ Հալելույա, հալելույա, Iisus, hallelujah, hallelujah, Iisus, hallelujah, hallelujah, Başarıma, Միայն քո ձեռքերով չի որ պետք է դու չարչարվես։ Անդինոջ օրհնությունները պիտի լինի քեզ հետ։ Ես արձակում եմ դա եկեղեցու վրա։ Ես արձակում եմ եկեղեցու վրա Տիրոջ հրաշքները, Տիրոջ օրհնությունները։ Ես արձակում եմ մարդկանց փրկելու զորությունը, մարդկանց Հիսուսին բերելու շնորհքը։ Ձեզ վրա Հիսուսի անունով արձակում եմ մխիթարությունը, արձակում եմ խաղաղությունը, արձակում եմ փրկված հոգիներին։ Դա